Պարոն Խաչատրյան, երեք կառավարությունը հրապարակել էր բանակցային փաստաթղթերը, այնտեղ ընդհանուր միջև հայկական ժամանակ օրաթերթին արված հղում կար։ Նախ փաստաթղթերի փաթեթը ամբողջական չի։ Էական մի հատված դուրս է մնացել, որ կառավարությունը պատշաճ կերպով դիմի կարող են խորհրդատվություն տրամադրել։ Օրինակ նորացված մադրիդյան սկզբունքների մասին խոսք չի։ Օրինակ իրանական առաջարկի մասին։ ԵԱՀԿ, Մինսկի խորհրդաժողովի առաջարկների մասին չկա։ Փաստաթղթերի ցանկի մեջ հայտնվել էր մի թղթի կտոր, որը չես կարող կոչել փաստաթուղթ։ Այսինքն ինչ նշանակում սեփական թերթի հոդվածի վրա հղում կատարել եւ դա ներկայացնել որպես փաստաթուղթ։ Սա մի բան է նշանակում, որ իրենք կամ չունեն քիվեստի փաստաթուղթը, ինչը ողջամիտ չէ, որովհետեւ նույնիսկ ոչ, դա հնարավոր չէ։ Նույնիսկ եթե օրիգինալը գնալուց առաջ նախկին նախարարներից ինչ որ մեկը պատրել եւ գցել է, միևնույնն է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիս ամսից վարչապետ է եւ ինքը կարող էր ամերիկյան կողմից, ֆրանսիական կողմից, ռուսական կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբից, ԵԱՀԿ նախագահությունից ստանալ դրա պատճեն։ Այսինքն ինքը կամ ջանք չի գործադրել ստանալու համար, կամ ստացել է, բայց եթե ստացել է ինչու չի հրապարակում, որովհետև ակնհայտ է, որ դա այն չէ, ինչը իրանք շեփորահարում էին, կամ էլ իրոք չունեն, բայց եթե չունեն, այդ դեպքում ինչն են քննադատում։ Այս դառնում է սովետական միություն, լավ, դոկտոր Ժիվագոն չեն կարդացել, բայց Պաստեռնակին քննադատում ենք։ Պետք է կարդաս եւ ասես, ահա, սա է եւ սա է դες համաձայնություն։ Մեղրին փոխանակելու վերաբերյալ Ադրբեջանը ինչ որ առաջարկություն ներկայացրել է, բայց 2001 թվականի փաստաթուղթը, որը դրվել է սեղանին, լրիվ ուրիշ թուղթ է։ Եթե իրանք չեն հրապարակում, ես մի քանի այլ աղբյուրներին հղում տամ, օրինակ Ֆիլիպ Ռեմլեր, որը համարյա Կազիմիրովի ամերիկյան տարբերակն էր, ասում 1999 թվին Ադրբեջանը առաջարկում էր փոխանակում, որը Հայաստանը կատաղիորեն մերժում էր, բառացի fiercely rejecting, իսկ 2001-ին արդեն Մինսկի խումբը հակվեց հայկական մոտեցմանը, այսինքն Ադրբեջանը հրաժարվում էր Արցախի եւ Լաչինի Միջանցքի նկատմամբ պահանջներից, փոխարենը ստանում էր անխոչնդոտ անցում, ինքնիշխան անցում, որը ի դեպ ի տարբերություն այսօրվա տարբերակի չէր խոչընդոտում Հայաստան սահման բնական գործունեությանը։ Մյուսը ասել է ներողություն շարունակեմ, լավ, օրինակ Սաբինա Ֆրեյզերը, ինքը օրինակ նշել է, որ այդ պնդումը թե Հայաստանը համաձայնվել է տարածքային փոխանակման, ինքը լսել է բացառապես ադրբեջանական փորձագետներից, որոնք որևէ ճուղ չեն ներկայացրել։ Իսկ հրապարակվածի մեջ չկար այդ տողերը մեղրի փոխանակման մասին, եւ դուք ասում եք փաստորեն եղել է, բայց հետո հանվել է այդ փաստաթուղթը չէ։ Ուրիշ խնդիր է, որ Ադրբեջանն ասում է արի այս հարցը քննարկենք, դու ասում ես չեմ քննարկում, աջակցություն։ Ուրիշ խնդիր է, որ ներկայացվում է, դու չես համաձայնվում, դուրս է գալիս։ Բայց դա որպես պաշտոնական փաստաթուղթ, օրինակ Կազանի փաստաթուղթը, Մադրիդի փաստաթուղթը, կամ չգիտեմ, Լավրովի պլանը, որ հիմա խոսվում է, կամ իմ նշված փաթեթային կարգավորման տարբերական ընդհանուր պետություն, փուլային կարգավորումը ինքը որպես պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել։ Այսինքն մեղրի տարբերակը Հայաստանը չի համաձայնել քննարկել, դա է խոսում։ Մեղրին Հայաստանի Հանրապետության տարածքում եղել է, կա եւ կլինի։ Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնվել ադրբեջանական առաջարկությանը։ Դրա համար այդ հարցը, այդ փաստաթուղթը չի ստացել ֆորմալ Չի մտել ինքը փաստաթղթային, ինքը բանակցային փաստաթուղթ չէ։ Տեսեք այն թուղթը, որ իրանք են ներկայացրել։ Թուրքիան որպես առաջարկություն ներկայացավ։ Բայց չեն ասում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է մեղրին հանձնել։ Այդ իրանց հարցը։ Ասում են, որպեսզի իրականությունը աղճատեն, որովհետև իրանք հասկանում են, որ Ռոբերտ Քոչյանը իրանց քաղաքական օպոնենտն է։ Փորձում են ստերով վարկաբեկեն։ Կրկնում եմ, եթե իրանք այդ թուղթը ունեն, թող հրապարակեն։ Ես բազմաթիվ շատ բաներ ունեմ։ Ես բազմաթիվ բաներ ունեմ, թող իրանք հրապարակեն։ Եվ
Թե դուք հրապարակեք, պարոն Խաչատրյան, դուք եթե չեմ սխալվում։ Գիտեք, վատ գաղափար չի, վատ գաղափար չի։ Որտեղ ամփոփված են։ Վատ գաղափար չի։ Ընթացի բոլոր փաստաթղթերը, գուցե առանձնացնեք, հրապարակեք։ Եվս մի անգամ եմ ասում, վատ գաղափար չի։ Պարոն Խաչատրյան, հիմա տեսեք հրապարակվեց տևական ժամանակ ընդդիմադիր տարբեր գործիչներ այս պահանջը հնչեցնում են։ Հիմա հրապարակվեցին տարբեր տարիների բանակցային փաթեթներ։ Մի մաս։ Okay, ինչ հիմնականում այստեղ դուք ինչ խնդիր տեսաք, այսինքն ինչ բացահայտվեց։ Եվ բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը աղճատել է ողջ բանակցային գործընթացը։ Նույնիսկ այն փաստաթուղթը, որը ինքն է ստացել, չէ, 19 թվականի հունիսին Միացյալ Նահանգներում գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշվել է պարտադիր իրավական ուժ ունեցող ժողովրդի կամարտահայտության միջոցով, որակարգը որևէ բանով սահմանափակված չի լինելու։ Մասնակցել են հայերև ադրբեջանցիները նույն համամասնությամբ, ինչ որ եղել է մինչև կոնֆլիկտը։ Այսինքն ինքը որ ասում էր, Արցախը կորցրել է տեսական եւ գործնական բոլոր հնարավորությունները, Հայաստանի կազմում լինելու կամ անկախ լինելու, որ միջազգային հանրությունը երբեք չէր դիտարկում Արցախը Ադրբեջանից անկախ, չէր ինքնորոշումը դիտարկում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, կեղծ է նման բան չկա, բառացի վերցեք եւ կարդացեք։ Ես բառացի մեջ վերեցի, այսինքն թե դու ասում ես, պետք է լինի պարտադիր իրավական ուժ ունեցող քվեարկություն, այսինքն քվեարկության արդյունքները բոլորը ընդունում են։ 19-ից եք դուք դա ասում։ 19-ից 16-ից 2006 թվականից հունիսի 22-ին է դա հանրայնացվում։ 2006 թվականի հունիսի 22-ին կարող եմ հրապարակել։ Այսինքն եթե Եվ դա մեկ, երկրորդը ասում է, օրակարգը ոչինչով չի սահմանափակվում, Ղարաբաղի ժողովուրդը ինքն է որոշում։ Նշանակում է կարող ես որոշել լինել անկախ, միանալ Հայաստանի հետ, չգիտեմ, Կոմորյան կղզիների հետ կազմել ընդհանուր պետություն։ Դա ինչ է նշանակում։ Իրանք ասում են բայց իրենք ասում են, որ այդ հանրաքվեի ժամկետը Ադրբեջանը դա ասում էր, բայց մենք խոսում ենք ոչ թե ինչ էր ասում Հայաստանը, ինչ էր ասում Ադրբեջանը, խոսում ենք այն փաստաթղթի մասին, որը ներկայացվել էր։ Հայկական կողմն էլ օրինակ ասում է, չէ, ինչի ադրբեջանցիները կան Արցախում քվեարկեն։ Իրանք Բաքվի փախստականների ճամբարում են, թող միջազգային դիտորդների ներկայությամբ այդ մարդիկ նույն համամասնությամբ, որը 24-25% էր, քվեարկեն այնտեղ։ Պարոն Խաչատրյան, այդ փաստաթղթերից հրապարակումից հետո նաև տեքստ եղավ դրա վերաբերյալ գնահատականներ, որ նորից այդ նույն պնդումներ, որ այդ Լիսաբոնի գագաթնաժողովից դա կանխորոշված էր, որ միֆ է անգամ ինքնորոշման իրավունքային։ Տեսեք, ոչ, նման բան չկա։ Որովհետև այնտեղ ասում է, որ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ այդ հարցը պետք է Միջազգային հանրությունը 35 տարի, 37 տարվա ընթացքում տարբեր արձանագրումներ է արել։ Հիմա 96 թվականին եղել է այդ արձանագրումը, գործող նախագահի հայտարարությունը, կամ գլխավոր քարտուղարի չեմ հիշում, Հայաստանը վետո է դրել։ Դրանից արդեն ընդամենը 2 տարի հետո ներկայացվել է ընդհանուր պետության կոնցեպտը, որը ենթադրում է Արցախի եւ Ադրբեջանի միջև հորիզոնական հարաբերություններ, այսինքն չի նշվել Արցախը Ադրբեջանի կազմում, նշվել է Արցախը եւ Ադրբեջանը զուգահեռ, եւ դա այն թուղթն ա եղել, որից Ադրբեջանը սաստիկ, Վանեցյանը մի հատ բառ էր ասում, չեմ ուզում կրկնալ, Ալիևը Միլի մեջլիսում հայտարարել էր, ասել էր դասերից ավելի սեր է, նամակ է գրել, բողոք է գրել Միացյալ Նահանգների նախագահին, Քիվեստի բացումից առաջ է դրա մասին էլի խոսել, հետո եղել է Քիվեստը, որ Ադրբեջանը սուվերեն անցման դիմաց հրաժարվում է Արցախի եւ Լաչինի Միջանցքի նկատմամբ պահանջներից, հետո դրան հետևել է Պրագայի գործընթացը, Պրագայի գործընթացի արդյունքում ծնվել է այն կարգավորումը, որը հետո շուրջ 15 տարի բանակցությունների սեղանին է եղել, մի քիչ ավելի քիչ 20 թվականի, 15 տարի լավ, որը օրինակ հետաձգված հանրաքվեի գաղափարն է։ Լավ, այդ պրոցեդուրայով Հարավային Սուդան անկախություն ստացել։ Լրիվ նույն պրոցեդուրան է։ Համաձայնվել են Մաչակոսի համաձայնագիրն եղել, ժամանակավոր ադմինիստրացիա եւ ՄԱԿ-ի հովանու ներքո քվեարկություն 6 տարի հետո է Հարավային Սուդան անկախ։ Խաչատրյանից հանրաքվեի կապված ժամկետները դուք գիտեք, որ սա էլ այն գլխավոր պնդումն է, որ արվում է իրենց կողմից, որ ոչ մի ժամկետ հանրաքվեի կապված չկար եւ հետեւություն է որ այդ հանրաքվեն չէր լինելու, այսինքն համաձայնություն հանրաքվեի օրակարգի շուրջ չէր լինելու ի վերջո։ Թողնվելու էր անորոշ ապագա։ Լավ։
Հիմա դեպքում մի քիչ այլ կողմից մոտենամ ձեր հարցի պատասխան։ Եկեք ընդունենք, որ այն բոլոր թղթերը, հաստատթղթերը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում տպագրված հոդվածի, ավելի լավ ելք են խոստանում, քան թե մենք այսօր ունենք։ Հետևաբար, փակ աչքերով, այսպես մատով, որին կպնեք, շատ ավելի լավ ելք է խոստանում, քան թե ինչ որ հիմա ունենք։ Նույնիսկ եթե Ադրբեջանը սկսի ձգձգել, սկսեր ձգձգել այդ հանրաքվեի հարցը, ինչ է տեղ ունենում։ Ունենալու մեր միջազգային անվտանգային երաշխիքներ սահմաններին, ունենում է իր միջազգայինորեն ճանաչված ժամանակավոր վարչակազմ, ունենում է իր ԱՊՊ շրջափակում եւ ունենում է իր Քարվաճարը եւ Քաշաթաղի հյուսիսը, նախին Լաչինի Այսինքն դուք կարծում եք, որ 19-ի այդ փաթեթին Ադրբեջանը համաձայնելու է, Ես չեմ անում Ադրբեջանը ինչ էր անելու, բայց ես գիտեմ, որ Փաշինյանը դրանից հետո սաստկացրել էր հռետորաբանությունը, եւ ես ուղղակի չգիտեմ, ինքը գիտակցում է, թե դա ինչ հետևանք կունենա, թե դա արել է առանց գիտակցելու։ Ուղղակի դատելով իր վերջի 2 տարիների գրառումներին, որ ես գիտակցված չեմ գնացել պատերազմի կանխմանը, ենթադրում եմ, որ ինքը գիտակցել է դրա հետևանքը։